պայմանավորում նախընտրական շրջանով, թե Փաշինյանը հրահանգում է, պարզապես գործի են անցնում։ Նախ մի կոմպոնենտ չի, բնականաբար այս գործողությունների տակ մի քանի դրդապատճառներ կան, որը բնականաբար, ինչպես դուք արդեն ճշմարտացիորեն նշեցիք, նախընտրական տրամաբանություն է, ընտրություններից առաջ ինքը փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ազդեցություն ունեն, լինի դա համայնքում, լինի հոգևոր դասի ներկայացուցիչներ, որոնք որևէ ազդեցություն կարող են ունենալ, իրենց խոսքով, իրենց գործունեությամբ, բնականաբար այդ բոլոր մարդկանց ինքը փորձում է մեկուսացնել, բայց առհասարակ ես վերջին հատկապես օրերին տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ։ Տեսեք, ընդամենը մի քանի ամիսներ առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկու համայնքում հաղթել է ոչ իշխանական ներկայացուցիչ, մեկը Փարաքարում է եղել, մեկը Գյումրիում։ Եվ Փարաքարի համայնքապետը Վալոդյա Գրիգորյանը սպանվել է, որի ամբողջական բացահայտումը մինչև այսօր տեղի չի ունեցել, եւ ես սա պնդում եմ, ինչքան էլ քննչական կոմիտեն ասի, որ արդեն քանի որ գտնվել այն անձով խոստովանել է, որ կրակել է, միևնույն է, ես տեսնում եմ այնտեղ նաեւ քաղաքական ենթատեքստեր եւ ամբողջական բացահայտում պետք է լինի, բայց մի դեպքում փաստացի ունենք սպանված քաղաքապետ ընդդիմադիր, մյուս դեպքում էլ Գյումրիի համայնքապետը Վարդան Ղուկասյանը փաստացի այսօր մինչև մենք խոսում ենք, չգիտենք ձերբակալվել է, կալանավորվել է թե չէ, բայց ակնհայտ է, որ process-ը դրան է գնում։ Ես չգիտեմ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի, հիշում եք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն հանրային քաղաքական կյանքից, եւ հիմա դրա գործընթացն է տեղի ունենում։ Եվ ավելորդ միամտություն չպետք է ունենալ հասկանալու, թե լավ, ինչ պատճառով է դա տեղի ունեցել, հա, ընտրակաշարքի գործ կար, ընտրակաշարքի գործ չկար, չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավորն է, եւ դատախազն է, եւ քննիչն է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռի նստած մարդը հրահանգ տվել է, քննչականով, ԱԱՑ-ով, այսպես դիմակավորված ներխուժում են իրականացրել։ Սա քաղաքական հաշվեհարդար է, ինքը փորձում է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշակի ազդեցություն ունեն, եւ ընդդիմադիր որևէ մեկին ուղղակի չի հանդուրժում։ Լինի դա քաղաքապետ, լինի դա հոգեվորական, որը ոչ թե ընդդիմադիր կեցվածք ունի, այլ քաղաքացիական միգուցե եւ դիրքորոշում ունի, նույնիսկ փաստաբանը իր գրառման համար գետնին է տապալվում, հա, ձերբակալվում, հետագայում կալանավորվում, 2 ամսվա կալանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ։ Բայց դա լավ, դա ոնց բացատրենք։ Գուցե սա նաև վաղարշաբաթի ընտրություններին ընդառաջ է, որպեսզի վաղարշաբաթին ընդդիմությանը չընտրի ելք կանխորոշելով, էլ այսպես ասած։ Բնականաբար ինքը նաև այդ տրամադրությունն է ուզում ստեղծել, ի վերջո նախորդ ընտրություններին համայնքային ինքը պարտվել է եւ Էջմիածնում ինքը փորձում էր իսկապես այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ գոնե 26 թվականի համապետական ընտրություններից առաջ որևէ հաջողություն ունենա, բայց ես կարծում եմ, որքան շատ լինեն նման ռեպրեսիաները, սա ուղղակի հակադարձ ազդեցություն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա։ Որքան իրենք շատ ռեպրեսիոն ալիքը ուժեղացնեն, այնքան ժողովրդի հակազդեցությունը լինելու է վստահաբար, թող իրենք իմանան։ Ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել։ Հակազդեցությունը ինչպես է լինելու, ընդդիմադիրներին վախեցնելու փորձեր են արվում։ Այդ հակազդեցությունը ժողովրդի կողմից կամ ընդդիմության ինչպես է լինելու։ Եվ արդյոք աչքի վախենալու։ Եթե նույնիսկ ժողովուրդը այդ հակազդեցությունը չի դրսևորում փողոցային շարժումների ժամանակ, այդ հակազդեցությունը դրսևորվելու է նաև ընտրատեղամասում, ընտրություններում, թող իրենք ուղղակի վստահ լինեն, որ այո, իրենք կարող են կալանավորել սրբազաններին, ինչը արել են, իրենք կարող են կալանավորել բարերարի, ինչպես արել են, բայց մշտապես այս ալիքը հակազդեցություն ունենալու է, թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղա է, Կադաֆիից ուժեղ տղա է, քեզ նման բռնապետներն են անցել գնացել։ Այս ռեժիմը ավարտվելու է միանշանակ։ Ինքը չնայած հայտարարում է, որ ինքը ժողովրդավարական բաստիոնի ղեկավարն է, մեծ ժողովրդավար է, բայց ամենօրյա ռեժիմով այս կալանավորումները, այս ձերբակալությունները խոսում են ոչ միայն նրա ժողովրդավարության ընկալումների մասին, այլ նաև որ ինքը վախեր ունի սեփական աթոռը կորցնելուց։ Տեսեք, այն մարդը, ով իսկապես ժողովրդի սատարումը ունենում է, նրա կարիք չի ունենում այս բոլոր ձերբակալությունների, այս բոլոր հետապնդումների։ Իսկ ինչպես հասկանանք, որ մի կողմից Փաշինյանը